Վեր հրապարակել են, որում պաշտոնական թվեր, ասեն 1 միլիոնից ավել մարդ Հայաստանում չի կարող 2 օրը մեկ, ինչը անհրաժեշտ է մարդուն, մսով ճաշ ուտել։ Բայց ինչու է Նիկոլ Փաշինյանը աղքատությունը աճեցնում, որովհետև Փաշինյանի համար Փաշինյանն իր համար ընտրազանգված է մեծացնում, որովհետև աղքատ մարդիկ հավատում են Նիկոլն էլ է աղքատ։ Եվ ինքն հարուստներին պատժելու է, բերելու է փողը իրենց տա, հույսով աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչ անում։ Նիկոլ Փաշինյանը այո հարուստներից փողը վերցրել է, բայց տվել է Աննա Հակոբյանին, տվել է այդ նախարարներին, ոչ շարքային քաղաքացիներին։ Ընդ որում արդեն հիմա հարուստների հետ ախպերություն են անում, եթե նկատել եք, ներողություն ես բառի համար։ Հիմա այն նախկին օլիգարխիան, որից զզվում էր ժողովուրդը, եւ արդարացիորեն էր զզվում։ Այդ օլիգարխները դարձել են Նիկոլ Փաշինյանի բացահայտ ախպերները։ Լավ, Սամվել Ալեքսանյանի դեպքը կա, չէ՞։ Մարդը ինչ որ մի վարքյան վատ զգացել իրեն։ Դավիթ Համբարձումյանն ինչի համար են տարել բանտարկության, որ իբրև թե ինքը 2018-ին ցուցարարներին խանգարել է ցույցի գնալ։ Կադրեր չկան, որտեղ Դավիթ Համբարձումյանը նման գործողություն է անում։ Չնայած կարող է լինել։ Բայց կադրեր կան դրա փոխարեն, որ Սամվել Ալեքսանյանը ինչպես է քացով հարվածում ցուցարարի 2018 թվականին։ Սամվել Ալեքսանյանը չի պատժվում։ Արսենյանը ջերմուկի չի պատժվում, ավելին Արսենյանի տղան դառնում է մարզպետ, քաղաքապետ, հետո մարզպետ մտնում է ԿՊ։ Այսինքն ժողովուրդը պիտի հասկանա, որ այս մարդիկ աղքատների շահերի ներկայացուցիչները չեն։ Այս մարդիկ նախկին օլիգարխներին պատժողները չեն, այս մարդիկ նախկին օլիգարխների հետ օլիգարխացել են, արդեն այսպես քավոր սանիկական հարաբերություններ են ձևավորվել եւ ուղղակի ժողովրդին ծաղրում են։ Ցավոք սրտի ժողովրդին ծաղրում են եւ ուրախանում են, թե ոնց են կարողանում մի կողմից շքեղ կյանքով ապրել, մյուս կողմից ժողովրդին խաբել, համոզել, թե իրենք եկել էին այդ նախկին օլիգարխներին պատժելու։ Ժողովուրդը թողտենա լավ, ով է Արսենյանը, ով է, այսօր որ Վայոց ձորի մարզպետն է։ Նախկին սիրելի ժողովուրդ, ձեր կողմից արդարացիորեն ատելի օլիգարխի տղան չի, տղան է։ Սամվել Ալեքսանյանը պատժված է, ոչ։ Տասնյակ այսպես օլիգարխների անուններ կարող ենք տալ։ Պարոն Մուրադի, մեր զրույցի վերջում որպես ամփոփում, արդյոք այս աղքատ մարդկանց իրականությունը ցույց տալու հարցում նաև ընդդիմությունը չպետք է աշխատի։ Այս մասին բազմաթիվ քաղաքագետներ են ասում, որ պետք է այդ մարդկանց հետ խոսել։ Ընդդիմությանը, որտեղ ընդդիմությունը գիտեք ինչն է վատ։ Սրանք որ ստախոս են եւ օլիգարխացել են, դա հասկանալի է։ Ընդդիմության շարքերում իհարկե կան, այսպես պարկեշտ մարդիկ շատ են, բայց ընդդիմությունն էլ, քանի որ նախկին իշխանության ներկայացուցիչներ են շատերը, իրենք չեն փորձում դուրս գալ այդ իրենց հարմարավետ զոնայից եւ գնալ ու մտնել ժողովրդի մեջ։ Եվ պատասխանել ժողովուրդը պիտի տարբերությունը տեսնի օլիգարխացած իշխանության եւ ընդդիմության։ Ընդդիմությունը պիտի իրենց դարդերով ապրի։ Եվ սա սովորական հանդիպումների մասին չի, ասենք, պիտի ամենօրյա աշխատանք տարվի։ Լավ, հիմա լավ, նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, չէ՞, օրինակ հաղթանակ դաշինքը։ Մայր Հայաստանը, ժողովրդի հետ ակտիվ աշխատեցին, ժողովուրդը կարողացավ, չի, ասենք 32%-ը քիչ բան չի։ Եվ արդյունքը երևաց ամեն։ Այո, այսինքն ժողովրդի հետ աշխատանքը չի կարող արդյունավետ չլինել։ Պետք է ուղղակի դա անել ոչ միայն նախընտրական քարոզարշավի ընթացքում, այլ դրանից առաջ, հետո ամենօրյա ռեժիմը մարդկանց ցույց տալ, գնալ ասել սիրելի ժողովուրդ, թեկուզ նախկին իշխանավորը գնա ասի դու ինձ ինչի համար ես ատում։ Դու ինձ ատում ես, այ Վայոց ձորի ժողովուրդ ջան, դու ինձ ատում ես Աշոտ Արսենյանի համար, բա հիմա ուր է Աշոտ Արսենյանը, իր տղան, ԿՊ-ում չէ։ Մալացիայի ժողովուրդ, դու ինձ ատում ես Սամվել Ալեքսանյանի համար, ուր է Սամվել Ալեքսանյանը։ Իր բիզնեսից մի մաս պակասել է, չէ։ Խոշոր առաջընթաց է ապրել, այո։ Ուր են մյուս օլիգարխները, հերթով գնալ ցույց տալ, որ այդ օլիգարխները այսօր Նիկոլ Փաշինյանի հետ են։ Եվ ժողովուրդը կտեսնի դա։ Մարդիկ կտեսնեն, որ իրենց պահում են դիտավորյալ աղքատության մեջ, որպեսզի խաղան այդ մարդկանց զգացումների վրա եւ խաղում են եւ Նիկոլ Փաշինյանը խաղում է հրաշալիորեն։ Հեցի մասով կարծեմ բանաստիկ օրինական դու գիտեք որ հրապարակվեց տեղեկատվություն որ մարդիկ եղել են Թուրքիա։ Այո, ՀՑԿ-ը։ Ի վերջո էներգետիկ առումով, քանի որ մենք միշտ դրա մասին խոսել ենք, որ Փաշինյանը նվազեցնելով ռուսական ազդեցությունը մեծացնում է թուրքական ազդեցությունը,
Նաև էներգետիկ ոլորտը պիտի պրոռուսական դաշտից, այսինքն ռուսական կապիտալի տեղափոխելու են, շատ բաներ են անելու, ատոմականն են փակելու, որովհետև թուրքերն են այդպես ուզում, տնտեսությունը շատ բան Հայաստանում չպիտի արտադրվի, դեք ասեն հիմա լոլիկ սմբուկ մնացած ինչ եք արտադրում, մենա Թուրքիայից կբերենք, կամ Վահան Քերոբյանի նման մեկը կասի ինչ եք Հայաստանում բերք ու բարիք արտադրում, գնացեք թուրք ֆերմերների մոտ աշխատեք, լավ էլ աշխատավարձ են տալիս